Այս տարի լրանում է 1915 թվականի հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, չնայած ապրիլի 24-ն է համարվում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ Թուրքիայի կառավարման շրջանները, սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Իերի թուրքերի կառավարությունը կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց եւ բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանի հիման վրա ձերբակալվեցին ավելի քան 200 հայ մտավորականներ, գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ։ Նրանք բոլորը աքսորվեցին եւ դաժանորեն սպանվեցին։ Ապրիլի 23-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զուսպորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնում է Հայաստանի ԻՊՆ, նշելով, որ տուժածներ չկան։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Կրակոցները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Երևանում դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթ է տեղի ունեցել։ Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփական։ Այս մասին ապրիլի 24-ին ասել է ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձություններից մեկի Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Պատմական վկայությունների համաձայն 1915-ին ռուսական կայսերական բանակի Կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը փրկել է առնվազն 350,000 հայի։ Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել քաղաքի Արցվաքար թաղամասի հանդամասում հայտնաբերված նորահայտ վիշապաքարը դասվում է հնագույն Հայաստանի պատմամշակութային կարևոր հուշարձանների շարքում եւ իր կերտվածքով լիովին նման է մշակութային նույն միջավայրում Գեղարքունիքի մարզում տարածված ցլակեր վիշապակոթողներին։ Այն ստեղծվել է միջին կամ ուշ բրոնզի դարաշրջանում, մեզանից մոտ 3,5-ից 4,000-ամյակ առաջ։ Օգտատերերից մեկը արհեստական բանականության միջոցով կենդանություն է տվել հայ մտավորականներին։ Տեսանյութը համացանցում լայն տարածում է գտել, իսկ ցանկը գլխավորում է Պարույր Սևակը։ Ինչպես ասել, որ քեզ հիշում եմ դեռ Ты не заметишь, как пролетят года